Ջրային աննախադեպ ճգնաժամ է սպառնում Իրանին։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ իշխանությունները հատկապես մայրաքաղաք Թեհրանում ապրողներին հորդորում են լոգանք ընդունել քիչ ջրով։ Ազգային մակարդակով ջրի ռացիոնավորման անհրաժեշտություն կա, հայտարարում են իրանցի խորհրդարանականները։ Անոմալ եղանակն է ճգնաժամի պատճառը, հավատացնում են իրանցի պաշտոնյաները ու չեն թաքցնում, որ Թեհրանի հիմնական ջրամբարներն ու ստորգետնյա աղբյուրները գրեթե դատարկ են։ Տիեզերքից արված կադրերում են երևում չորացած ջրամբարները։ Փորձագետների խոսքով տարիներ շարունակ ջրի սխալ բաշխման պատճառով է խնդիրն անկառավարելի դարձել։ Թեհրանում հիմա ջրի պարբերական անջատումներ են հատկապես գիշերային ժամերին։ Որոշ սպառողներ, որոնք անհամեմատ մեծ չափով ջուր են օգտագործում, հնարավոր է օրվա 12 ժամը ջուր չունենան։ Որոշ շրջաններում ջրի ճնշումն իջեցնում են ընդհանուր ծախսը նվազեցնելու համար։ Նախագահ Փեզեշքյանը ցավով զգուշացրել է ժողովրդին, եթե մինչև տարվա վերջ ստեղումներ չլինեն, ստիպված են լինելու լքել Թեհրանը։ Եթե անձրև չգա մինչև դեկտեմբեր, մենք Թեհրանում այդ ամսին պետք է սահմանափակենք ջրի մատակարարումը, եւ եթե այդ ժամանակ էլ տեղումներ չլինեն, ստիպված կլինենք լքել Թեհրանը։ Իրանի կառավարությունը հանրային արշավներ է սկսել։ Քաղաքացիներին հորդորում են ջուրը պահեստավորել, ջրի ստակագները փոխվել են։ Տելեգրամ ալիքները գրում են, որ ջուր քիչ օգտագործող իրանցիներին զեղչեր են անում, շատ սպառողները տուգանվում են։ Ջրային կոլապսից խուսափելու համար իրանցիները նախատեսում են վերանորոգել հին խողովակաշարերը, որպեսզի նվազեցնեն արտահոսքի պատճառով առաջացած ջրի կորուստը։ Քննարկվում է մեծ ծավալի ջուր սպառող գործարանները տեղափոխել Պարսից ծոցի մոտ, որտեղ ջուր աղազերծող սարքավորումներ կան։ Իրանում ջրի գրեթե 80%-ը գյուղատնտեսությունում են օգտագործում։ Մեր հարևանը տարածաշրջանում խոշոր գյուղատնտեսական արտադրող է։ Փորձագետները չեն բացառում, որ ջրի սղության պատճառով միրգ բանջարեղեն արտահանելու խնդիր է լինելու ու Հայաստան-իրանական ապրանքը հնարավոր է բարձր գնով հասնի։ Գայանե Մովսեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։